Իշխանության տապալում, ներքին բախումներ, պատերազմ, որի կրակը վառվում է ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մերձավոր Արևելյան կաթսան եռում է նոր ռիսկեր ստեղծելով տարածաշրջանում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար։ Հայ համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորվել են իրենց ուրույն դերն ունենալով այդ երկրների հասարակական ու մշակութային կյանքում, այսօր կրկին կանգնած են անորոշության առջև։ Իրանում նոր թափ հավաքած պատերազմը նոր վտանգներ է ստեղծել հայերի համար։ Տարածաշրջանում ռազմական գործողությունների ակտիվացումն ուղիղ ազդեցություն է ունենում նաեւ քաղաքացիական բնակչության վրա, ներառյալ հայկական համայնքները։ Լիբանանահայ համայնքը ամենակարևոր համայնքներից մեկն է, նաև մասնակցություն ունի Լիբանանի կառավարման գործընթացին, այնտեղ է գտնվում նաև մեծի տանկիլիկիո կաթողիկոսությունը, այսինքն էական խնդիրներ կան Լիբանանում։ Թեպետ Իրանի ու Լիբանանի հետ համեմատած Իսրայելում հայ համայնքի թիվն էականորեն քիչ է, բայց այսօր Թել Ավիվը դարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կարևոր դերակատարներից մեկը։ Երուսաղեմը, որը 3 կրոնների ապրամ է, 3 կրոնների ուրեմն համար մեծագույն նշանակություն ունեցող սրբավայր է, այդտեղ պատմական ներկայություն ունի նաև հայ համայնքը, մեր կարևորագույն հայ առաքելական եկեղեցու կարևորագույն ուրեմն կենտրոններից մեկը, Երուսաղեմի հայկական պատրիարքությունը բավականաչափ մեծ նշանակություն, կարևորություն ունի ոչ միայն ուրեմն հայկականության տեսանկյունից։ Տարբեր է պատկերը Սիրիայում։ Երկրի ժամանակավոր կառավարությունը պաշտոնավարման առաջին օրից հայտարարել է, որ վերահսկում են վիճակը եւ ապահովում փոքրամասնությունների անվտանգությունը։ Սակայն ամբողջական կայունության մասին խոսելը վաղ է։ Փորձագետների գնահատմամբ երկրում շարունակում են գործել առանձին զինված խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Ինչքան էլ ուրեմն ներկա իշխանությունները գամենում են, որ լինի ներսում ստաբիլ իրավիճակ, այսինքն բախումներ չլինեն, բայց մենք տեսնում ենք փոքր խմբավորումների թերևս իրենց ուրեմն կարողությունները, ուրեմն ինքնուրույն գործողություններ իրականացնելու, մենք դա տեսանք ուրեմն ալևիների հանդեպ, ուրեմն խաղաղ բնակչության հանդեպ, ուրեմն ցեղասպանությունը։ Նրանից հետո ուրեմն տեսանք նաև հարավում տեղի ունեցած ուրեմն դուրզիների դեմ որոշ խմբավորումների հրահրումը, որ մյուս կողմից դուրզիների ուրեմն այս երկու թևերի հայտնությունը ի հայտ եկավ քաղաքական դաշտում։ Փորձագետների կարծիքով կարևոր է տարբերել պետական քաղաքականությունը եւ առանձին գործող խմբավորումների գործունեությունը։ Եթե որոշ երկրներում վտանգը պայմանավորված է լայնածավալ հակամարտություններով, ապա մյուսներում ներքին անկայունությամբ եւ վերահսկողությունից դուրս ուժերով, որոնց համար խնդիրը ազգությունը չէ։ Եթե մենք անդրադառնում ենք այդ փոքր խմբավորումների իսլամիստական ուրեմն տեսանկյունից իրենց վարած քաղաքական իսլամի, լինի դա ուրեմն այսպես ջիհադիստական, թե ոչ ջիհադիստական, բայց ուղղակի պահպանողական ավելի սալաֆիական կողմնորոշում, նրանք ռասա չեն ճանաչում։ Այստեղ ես չեմ կարծում, որ կա զուտ ուրեմն ռասայական խտրականության խնդիր, այդ փոքր խմբավորումները, որոնք անչափ են գործում, կարծես, ուրեմն ինչպես որ բացատրեցի, նրանց մոտ կա մեկ քաղաքական իսլամի տեսանկյունից նայելու ուրեմն քաղաքականությանը եւ կարծում եմ այստեղ զուտ խտրականություն չի լինի հայեր թե ոչ հայեր։ Հալեպում հայուհու սպանության դեպքը նոր մտահոգություններ է առաջացրել։ Սիրիահայ Մարալ Խշվաջյանի բնակարանը թալանել էին եւ սպանել։ Ենթադրյալ հանցագործը եղել է հանգուցյալի ամուսնու աշխատակիցներից մեկը, որը երկար տարիներ աշխատել է նրանց մոտ։ Ավելին, մեղադրյալը եղել է Խշվաջյանների ընտանիքի մտերիմը, իսկ հանգուցյալի ամուսինը տարբեր առիթներով մեծ աջակցություն է ցուցաբերել նրան։ Այս ամենի ֆոնին մեկ բան է հստակ. Մերձավոր Արևելքում ապրող հայերն ու մյուս քրիստոնյա համայնքները կրկին հայտնվել են անորոշության եւ ռիսկերի խաչմերուկում։ Տարբեր երկրներում տարբեր են վտանգների աղբյուրները՝ միտեղ լայնածավալ պատերազմ, մյուսում ներքին անկայունություն, բայց արդյունքը նույնն է՝ անվտանգությունը փխրուն է, ապագան ոչ լիովին կանխատեսելի։
Գառնի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։